Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են։ Ոչ թե փոխլրացնող։ Չկա գյուղ արտադրանք, որը դու կարող ես արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան։ Տեքստիլ։ Դեռ գյուղից խոսանք, իդեպի եմ նաև գյուղից խոսում, որովհետև գյուղերում Նիկոլ Փաշինյանը ունի ամենից բարձր վարկանիշ։ Բայց հենց իր քաղաքականությունը քանդում է այդ մարդկանց բարեկեցությունը։ Դու չես կարող Թուրքիա արտահանել ոչինչ։ Քո գյուղ արտադրանքի որևէ տեսակ չես կարող։ Եվ Ադրբեջան չես կարող։ Ադրբեջանում էներգիա անելու է մեր գյուղատնտեսությունը։ Հակառակն է։ Այո։ Ճիշտ հակառակն է լինելու։ Թուրքիայում սուբսիդավորման մակարդակի պատճառով ընդեր շատ ավելի Պաշտպանված տնտեսություն։ Պաշտպանված է իրեն շուկան, Ադրբեջանում վերջի այդ էլեկտրոէներգիան ավելի էժան է, իրենք ունեն նավթ, գազ եւ դրա հաշվին իրենց արտադրանքը մրցունակ է, միգուցե մի քիչ էլ ավել։ Ռուսաստանում շուկաներում մենք մրցակից ենք։ Գյուղատնտեսական արտադրանքի մրցակից ենք ռուսական շուկաներում։ Վարունգ, լոլիկ, եւ ծաղիկ։ Մենք մրցակից ենք։ Մենք չենք կարողանալու իրար շուկաներից օգտվենք։ Նույնիսկ տեքստիլ այն ինչ մենք արտադրում ենք, միգուցե գինուց, կոնյակից բացի։ Ինչ որտեղ կարանք մրցակից լինենք, բայց ծավալները շատ փոքր են։ Մուսուլմանական երկրներ են եւ այսպես ասենք ալկոհոլի օգտագործման ծավալները չափազանց նեղ են։ Չես կարող համեմատել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը մեզ համար, մեր շուկայում անսպար շուկա է։ Անսպար շուկա է հատկապես ալկոհոլի համար։ Ավելի լավ շուկա ուղղակի չես գտնի։ Դա նույնն է, որ ասենք, որ մենք մրցենք Ֆրանսիայի հետ գինու արտադրության մեջ։ Կարանք մրցենք Ֆրանսիայի հետ։ Ոչ, հիմա նույնը մի շարք ոլորտներում այդ երկրների հետ։ Եթե իրենք այդպես են մտածում, եւս մի փորձանք են բերելու մեր գլխին։ Մի փորձանք բերեցին պատերազմ, փորձանք բերեցին Ղարաբաղի հարց։ Հիմա հերթը եկել է տնտեսական փորձանքի։ Տնտեսական փորձանքի հետն են բերել ու մեր ժողովրդի գլխին ջարդելու են։ Ջարդելուց հետո գիտեք ինչ է ասելու։ Գյուղատնտեսությունը ոչնչացնելուց հետո ասելու է մենք այո կորցրել ենք գյուղատնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը։